Պարոն Սուքիասյան, աղար շաբաթ խոշորացված համայնքում նախընտրական քարոզարշավ արդեն երևի 4-րդ թե 5-րդ օրն է գնում, ինչպես է գնահատում, դուք ամենօրյա ռեժիմով այստեղ եք, շփվում եք քաղաքացիների հետ։ Նախ պիտի ֆիքսեմ, որ մարդկանց համար մի փոքր անսովոր է այս դռնեդուռը, այս անմիջական շփումը, ու այդ առումով մենք բացարձակ առաջամարտիկ ենք։ Բակերը, մարդկանց հետ խոսակցությունները, հրապարակները ուղղակիորեն սանրում ենք, ու իրախություն մեզ բոլորիս պիտի ասեմ, որ օր-օրի մթնոլորտ է փոխվում, մարդիկ աստիճանաբար համակերպվում են այն մտքի հետ, որ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների մասնակիցները պետք է գան, տեղում շփվեն, խնդիրները բարձրաձայնեն ու ամենակարևորը լինեն քաղաքացիների համար հասանելի։ Այդ առումով ոչ մի արտառոց բան ես չեմ տեսել, մեր թեկնածուները շատ լավ համարում ունեցող մարդիկ են, բազում են փողոցում քաղաքացիները, երբ որ ովքեր մոտենում են, ձեռք սեղմում են, ողջունում են, զորակցություն են հայտնում, այդ առումով ես շատ լավատես եմ, բայց նաև շատ տեղական է, որ խոսակցության ընթացքում շփվում է նաև եկեղեցու հնարավոր ճակատագիրը, եւ քաղաքացիները այդ առումով նույնպես պատասխանատու եւ հանձնառու են, որպեսզի սատարեն մայրաթորին։ Խոսեցիք մայրաթորից, հարց Հովանավանք է, ինչպես է գնահատում Փաշինյանի այդ քաղաքական հավաքը, արդյոք դա ազդակ էր իշխանությունների համար, որ իրենք հանրային աջակցություն չունեն եկեղեցու վրա հարձակումներում։ Երբևէ հանրային ազդակներից այս իշխանությունը խելքը գլուխը չի հավաքել ու adekvat քայլեր չի արել։ Նրանք դառել են ել ավելի լկտի, ել ավելի սանձարձակ, ել ավելի անպատասխանատու։ Ես վստահ եմ, որ քանի որ նա ազդարարել է, որ եւս մեկ անգամ է գնալու Հովանավան, բոլոր այն չինովնիկները, այն ԿՊԿ-ականները, իշխանական այդ համակարգի մոտ կանգնած մարդիկ, ովքեր ներկա չէին եղել, ես վստահ եմ, որ այս անգամ փորձելու են այլ պատկեր ապահովել, բայց ցանկացած դատող վերլուծող մարդու համար ակնհայտ է, որ եթե առաջի անգամ սակավամարդ է եղել, երկրորդ անգամ պատարակի բազմամարդությունը դա լինելու է արհեստածին, ֆեյք, կեղծ, ճիշտ այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանի կառավարումն է եղել, ինչ ասել է, հետո որոշ ժամանակ անց դրա տրամագծորեն հակառակ հայտարարություններն արել այդ մարդը, ու առհասարակ այս նախընտրական շրջանում բոլորը պետք է շատ ավելի զգոն լինեն, ուշադիր լինեն, մի հատ հետահայաց վերլուծեն, Արցախի անկումը գնահատեն, այս խայտառակ հարձակումը եկեղեցու վրա գնահատեն, եւ այդ ամենը նաեւ այն լույսի ներքո, որ մարդիկ չեն էլ թաքցնում, որ արդեն իսկ Ալիևին ու Էրդողանին հրգարնանը հրավիրել են Երևան։ Իրանք են ասում այդ մասին։ Հրավիրել են Երևան։ Հիմա պատկերացրեք, որ ասենք Ալիևն ու Էրդողանը, ասենք Գարնանը գան Երևան եւ դրանով անողակիորեն սատարեն նրան առաջիկա ընտրությունների ժամանակ, հա։ Այդ ֆոնի վրա եթե ինչ-որ մեկը պիտի գնա Ալիևի ու Էրդողանի բեղերի ֆոնին պիտի գնա Նիկոլ Փաշինյան ընտրի, ուրեմն նշանակում է այդ մարդկանց բանն է, հա, արդար հասանելիքն է Նիկոլ։ Պարոն Սուքիասյան, բայց կարծեք թե իրենց Նիկոլ Փաշինյանի ուղերձն է դա, որ ճիշտ է խաղաղություն հաստատված է, բայց այդ խաղաղությունը կլինի, քանի ես կամ, ասելով, որ եթե ուզում եք խաղաղություն լինի, մեզ ընտրեք։ Ընդհանրապես տրամաբանականը, եթե իրենց պնդումները ճիշտ են, որ խաղաղություն արդեն հաստատված է, որևէ երկու պետության միջև կնքված խաղաղության դեպքում ինչ էական է նրանցից մեկի ղեկավարը փոխվեց, չփոխվեց, թե ինչ։ Դե հենց այդտեղ է շանգրուխը թաքնած, որ ըստ էության դա կնքված խաղաղություն չէ, բայց ավելի պատկերավոր լինելու համար այսպիսի մի այլաբանական զուգահեռ փորձ ենք տանենք, ՔՊ-ի պարագայում խաղաղությունից խոսելը դա մոտավորապես նույնն է, որ սեռական մոլագարին, ով բազմաթիվ մարդկանց բռնաբարելու համար դատվում է դատարանում, այդ մոլագարը վեր կենա, ասի ես մարդու իրավունքների պաշտպանության շարժում եմ սկսում, հասկանում եք, հատկապես կանանց, եւ այդտեղ տարբերություն չդրեցի։ Հիմա ինչն է, իրենց ամենաշատ պատերազմն ու արհավիրքն են բերել։ Երկիրը նվաստացել թշնամու առաջ, ասում են հիմա խաղաղության ենք մենք գնում, այդ գնով խաղաղություն ով էլ լինել կարող էր բերել երկրի համար։ Հետևաբար այս ամեն ինչը նման է մասկարադի, այս ամեն ինչը նման է դիմակահանդեսի, ուղղակի ընդդիմադիր ուժերի համար սա մարտահրավեր է, որ հանրության հետ շատ մանրամասն, շատ անմիջական, շատ տարածական, ողջ հանրապետության տարածքով համայնք առ համայնք գնա խոսեն, շփվեն, բացատրեն, որոշ միֆեր ցրեն, նաև պատասխանատվություն ստանձնեն, որ այո, իրական խաղաղություն լինելու է, բայց առանց Նիկոլ Փաշինյան։